Իրանում տիրող վիճակը ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների լարված եւ անկայուն է, մինչդեռ падգամավորները եւ պաշտոնական աղբյուրները հայտնում են, վիճակը վերահսկվում է, համեմատաբար հանդարտ ու հանգիստ է։ Իրանում շարունակում են խափանված մնալ կապի միջոցները, բայց որոշ շրջաններում քաղաքացիները դեռ կարողանում են օգտվել Starlink արբանյակային ինտերնետից։ Իրանի հետ բիզնես վարող ցանկացած երկիր Միացյալ Նահանգների հետ առևտրում կբախվի 25% մաքսատուրքի, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Չինաստանն արձագանքելով Թրամփի հայտարարությանը նշել է դեմ է ցանկացած ապօրինի միակողմանի պատժամիջոցների։ Վաշինգտոնում հունվարի 14-ին բանակցություններ կլինեն Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ։ Դանիական TV2 հեռուստաալիքի փոխանցմամբ առաջիկա օրերին Վաշինգտոն են մեկնելու Դանիայի եւ Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարները։ Մամուլը նշում է, նրանք Վաշինգտոնում հանդիպելու են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Միխայել Շերեմետը կոչ է արել միջազգային հետախուզում հայտարարել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի նկատմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առևանգման մասին նոր հայտարարությունից հետո։ Խորհրդարանականը կոչ է արել հեռակա դատել բրիտանացի նախարարին իր հայտարարություններից հետո։ Հիշեցնենք, Հիլին հայտարարել է, որ դեմ չի լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առևանգմանը, ինչպես դա տեղի ունեցավ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։ ՆԱՏՕ-ն Թուրքիային խնդրել է F-16 կործանիչներ տրամադրել Դաշինքի Բալթյան երկրների օդային հսկողության առաքելության համար մի քանի ամիս շուտ, հայտնում է Բլումբերգը։ Անկարան խնդրանքի վերաբերյալ դեռևս որոշում չունի։ Ադրբեջանում պահեստազորից զինվորական ծառայության զորակոչված կամ պայմանագրով կամավոր զինվորական ծառայություն անցնող սպաների ծառայության ժամկետը խաղաղ ժամանակ կկրճատվի 6 ամսով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։